Ինչպես առողջացնել տոնական օրերին։ Տոնական օրերին առողջացնելու համար ես ինքս ունեմ 3 շատ կարևոր կանոն։ Առաջին կանոնը վերաբերվում է ջրային գրաֆիկին, ինչը ոչ միայն տոնական օրերի համար է, այսինքն պետք է օրը սկսել ջրով, 1 գավաթ ջրով, կապ չունի դա լինի կոլից տաք թե սենյակային ջերմաստիճանի, դա օգնում է, որ ստամոքսաղիքային համակարգը նախապատրաստվի սննդընդունմանը եւ մաքրի, ինչպես նաեւ ստամոքսի պատերը լցնելով նյութափոխանակությունը արագացնում է եւ նախապատրաստում է օրգանիզմը մարսման համար։ Ստամոքսի պատերը լցնելով այն որոշ չափով առաջացնում է հագեցման զգացողություն, դրա համար այն սնունդը, որ պետք է ընդունենք, մենք ավելի քիչ ենք ընդունում։ Երկրորդ կարևոր կանոնը ուտել քիչ չափաբաժիններով, հասկանում ենք, որ հյուրերի հետ մենք երբեմն ստիպված ենք լինում հյուրասիրելու հետ մեկտեղ սնվել, բնականաբար դրա համար խորհուրդ կտամ ուղղակի սնվելուց առաջ ամեն սնունդից առաջ ջուր ընդունել, որ դա ստամոքսի պատերը գրգռի եւ ինչ որ սնվելու ենք սովորաբար մեր չափաբաժինը, որ ուտում ենք, ավելի քիչ ենք ուտելու, ենթադրենք 1 ափսեից ուտելու ենք 50 կամ 75%, այսինքն դա կնվազեցնի սննդի ծավալը ու ուտել փոքր չափաբաժիններով իհարկե, սկսել ջրով օրը, ամեն սնունդ ընդունումից առաջ ջուր։ Եվ երրորդ ամենակարևոր պայմանը պետք է օրվա ընթացքում կամ առավոտյան կամ երեկոյան փորձեք գոնե 15 րոպեից կես ժամ տրամադրել ֆիզիկական վարժություններին, քանի որ դուք այդ օրերին չեք աշխատում եւ ցանկալի կլինի, որ այդ ժամանակ դուք ձեր ժամանակը նվիրեք գոնե 15 րոպեից կես ժամ նվիրեք ֆիզիկական ակտիվությանը։ Կարող եք միացնել ինչ-որ տեսահոլովակներ կամ հեռախոսում կամ տարբեր ծրագրեր, այդ ծրագրերը ներբեռնելով կարող եք անել այդ վարժությունները, դա եւս շատ օգտակար կլինի։ Ցանկալի է ուտելուց 1.5 ժամ հետո կամ 2 սոված, ոչ սոված, ոչ էլ կերած ժամանակ, ուտելուց 1-ից 1.5 ժամ հետո։ Չմոռանաք ֆիզիկական ակտիվության մասին նաեւ։ Որոնք են ամենահաճախ հանդիպող սխալները, որոնք մարդիկ անում են տոնական սեղանի շուրջ։ Ամենահաճախ սխալները նա է, որ սկսում են ալկոհոլից, պետք չի սկսել ալկոհոլից, եթե ալկոհոլ են օգտագործում, ցանկալի է քաղցրը բացառել ալկոհոլ ընդունման հետ մեկտեղ, որտեղ հարբեցության զգացողությունը շատացնում է եւ նաեւ բարձրացնում է ախորժակը։ Ցանկալի է ինչ-որ աղցան ուտել, ինչ-որ թեթև ուտեստ քիչ չափաբաժնով, հետո նոր ալկոհոլ օգտագործել եւ չխառնել, մյուս սխալը չխառնել ալկոհոլի տեսակները։ Եթե այդ օր օգտագործել եք մի տեսակ, ուրեմն զերծ մնացեք մյուս տեսակները օգտագործելուց եւ եւս մեկ անգամ քաղցր օգտագործելուց ու իհարկե ուտելուց հետո, որ ախորժակը ավելի չբացի։ Իսկ ինչպես չգիրանալ տոնական օրերին, ինչ խորհուրդներ կտաք դուք։ Ինչպես նշեցի, ջրային գրաֆիկը եւ ժամային գրաֆիկը, օրը սկսել նախաճաշով։ Հասկանում ենք, որ բոլորս գերհոգնած ենք դեկտեմբերից հետո, տարեվերջյան գերհոգնածությունից հետո վերջապես հնարավորություն ենք ստացել արձակուրդ ունենալու, բայց ցանկալի է, որ երկար չքնենք, շուտ պարկենք քնելու, որովհետև երբ որ շուտ ենք պարկում քնելու, այդ ժամանակ արտադրվում է մեր աճի հորմոնը, որը ունի ճարպը ճեղքող եւ նյութափոխանակությունը ակտիվացնող եւ օրգանիզմը վերականգնող հատկություն։ Ասածս այն նպատակով է, որ մենք շուտ քնենք, որ 1 ժամից հետո աճի հորմոնը արտադրվի եւ շուտ արթնանանք, որպեսզի շուտ նախաճաշենք, որտեղ առավոտյան նախաճաշելիս մեր նյութափոխանակությունը ավելի արագ է մարսում եւ օգտագործված կալորիաները ծախսվում են եւ վերածվում են էներգիայի։